ես ուղղակի ուզում եմ հիշեցնել նախորդ տարի, երբ որ գլխավոր դատախազը այստեղ եկավ, ուզում եմ հիշեցնել ու սրանով ցույց տալ նաև աբսուրդը գործի, երբ որ եկավ եւ շատ մեծ քննարկման թեմա դարձավ, որ Արթուր Սարգսյանը ասել է պիտի գնանք ու բոյ ենք տալու։ Այս բոյ տալը շատ պատգամավորներ չեմ հիշում կոնկրետով, շատ էսպես անընդհատ կրկնում էին ու գործ եթե կհիշեք, ամսի հունիսի 25-ին էր արդեն որ ձերբակալեցին Բագրատ Սրբազանին ու այդ դրվագը կոնկրետ վերաբերում էր մի ցույցի, որը պետք է լիներ հունիսի 20-ին, որը չի եղել։ Այսինքն այդ մի բանը, որ խոսացվել է, բայց արդեն հետո, երբ որ այդ սաղ պրոցեսները եղել է, դա պարզվել է, որ չի եղել։ Իրանք ցույց չեն արել, բնականաբար ոչ էլ բոյ են տվել ու բոլորս էր հասկանում ենք բոյ տալը ինչ կոնտեքստում է ասվում, դա բառացի չի։ Բայց այսպես պրիմիտիվ ձևով մարդկանց մոլորեցնելու համար այս ամեն ինչը օգտագործվել է։ Հիմա ասում եմ, փաստացի դա արդեն չէր եղել այդ գործողությունը։ Նույն ձև շատ են ձայնագրություններ, որ այստեղ մեջ բերվում է, հետո շարունակությունը ինչ որ ձայնագրություններ կա, որտեղ հենց իրենք խոսացողները դա հերքում են, որովհետև տարբեր առաջարկներ կարող լինեն, տարբեր մոտեցումներ կարող են լինել։ Հետո երբ որ դա հերկվում է, այսա չեն դնում, այսա է մանիպուլացիան, երբ որ իրանց ուզած կտորն են դնում, իսկ մյուս շարունակությունը, որ դա հերկվում է, չի դրվում ու սրա վրա հղում անելով անընդհատ խախտվում է անմեղության կանխավարկածը։ Աբսուրդը նաև հասել է նրան, որ քիչ առաջ այստեղից փոխնախագահի փոխնախագահի աթոռ զբաղեցնող մարդը Սրբազանի շինծուգործը համեմատում է Ուսամա Բեն Լադենի հետ։ Ախր իմիջիայլոց Ուսամա Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել են գրեթե 3000 մարդ, իսկ քաղաքացիական պայմանագրի իշխանության վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000 ավել մարդ։ Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել են մի տեղ օվկիանոսում առանց գերեզման թողնելով։ Քաղաքացիական պայմանագիրը մինչև հիմա իշխանության է։